Դեկտեմբերի 20-ին ըստ եկեղեցական օրացույցի նշվեց Սուրբ Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հավատացող Անդրանիկ թագավորի հիշատակության օրը։ Գյումրու 7 վերք եկեղեցի էին ժամանել նաև Արագածոտնի, Արթիկի թեմի հոգևոր դասը համայնքների հավատացյալները։ Պատարագիչը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան Իզմիռլյան բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես Աբեղա Թորգոմյանն է։ Աբգար թագավորը Քրիստոսի ժամանակակիցն էր։ Ավանդության համաձայն լսելով Հիսուսի հրաշքների եւ սքանչելագործությունների մասին, թագավորն իր պատգամավորների միջոցով փրկչին հրավիրում է Եդեսիա, որպեսզի բժշկի իրեն հիվանդությունից ու ահագնացող ցավերից։ Սակայն Հիսուսն իր առաքյալին է ուղարկում թագավորի մոտ։ Փրկչի համբարձումից հետո Սուրբ Թադեոս առաքյալն է գալիս Եդեսիա, ավետարան քարոզում, բժշկում Աբգարին, մյուս հիվանդներին։ Այս հրաշքներին ականատես լինելով Աբգար թագավորը նամակներ է հղում Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսե թագավորին, նրանց եւս հորդորելով ընդունել Քրիստոսին որպես Աստվածորդու եւ Փրկչի։ Աբգար թագավորի շնորհիվ քրիստոնյաները բացառիկ սրբազան մասունք ունեցան Քրիստոսի կենդանագիր պատկերը։ Սիրելի հավատացյալներ, այսօրվա հիշատակվող մեր սրբադասված արքան Աբգար թագավորը իրական սպասավորն էր Աստծո թագավորության։ Օրինակ էր մեզ համար, թե ինչպես սիրել Քրիստոսին եւ անվերապահ հավատալը։ Մեր այս խառնակ ու տագնապալի ժամանակներում առավել քան կարևոր է Սուրբ Աբգարի հավատի խիզախություն ունենալ ու քայլել մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետևից, ում վայելում է փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ եւ միշտ, եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Փորձությունները, որոնք մենք սպասում էինք, միշտ էլ սպասել ենք, որպես հավատացյալ ամեն մի անհատ իր կյանքում ունեն նման փորձություն, երբ աճում է հոգևոր ընթացքի մեջ, նույնն էլ ազգերը, եւ ես միշտ էլ մտածել եմ, որ գալու է մի պահ, որ մեր ազգը հոգևոր վերելքի ճանապարհին անպայման բախվելու է այն փորձությունների հետ, որից դուրս է գալու վերածնված, վերանորոգված եւ ամբողջությամբ դեպի քրիստոնեություն վերադարձած։ Հավատացյալներն ու հոգևոր դասը Տեր Ողորմյա Շարականի երգեցողության ընթացքում աղոթեցին անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ Մկրտիչ, Արշակ եպիսկոպոսների, բարերար Սամվել Կարապետյանի, բոլոր ապօրինի ազատազրկվածների համար։ Երբ որ լսում ես սրբազանների կոչերը, խոսքերը, հորդորները, հստակ երևում է այդտեղից, որ իրանք են մեզ զորացնողը։ Մենք էլ, քանի որ այս պահին այստեղ դրսում ենք, իրենք ազատության մեջ չեն, գիտենք բոլորս էլ, մենք էլ աղոթում ենք իրենց համար, որ այդ իրենց ունեցած հզորությունը, զորությունը ել ավելի արդահայտվի մեր համար նաև կարողանան իրենք էլ դուրս գան այդ իրենց նեղ դրությունից, որովհետև սա էլ իրենց համար է փորձություն։ Իրենց փորձությունը հաղթարեն եւ վերադառնան իրենց հոգեվոր ծառայության ընթացքի մեջ։ Մեր հորդորն է, խնդրանքն է մեր ժողովրդին, որ չհուսահատվեն երբեք, չհուսալքվեն երբեք։ Հայի կյանքը առհասարակ միշտ պատմության մեջ ալեկոծված է եղել եւ այս էլ կանցնի անպայման, բայց հայ հոգևորականը, հայոց եկեղեցին երբեք իր հույսը Աստծուց չի կտրել, կյանքում իր սրտի հոգու մեջ բացակա չի դրել Աստծուն եւ մեր աղոթքների շնորհիվ է, որ մենք հասել ենք սրան։ Պատմության մեջ որքան արհավիրքներ են եղել, բայց մենք կարողացել ենք հաղթահարել։ Սա էլ կհաղթահարենք։ Ես ամրություն եւ կորով եմ մաղթում մեզ բոլորիս, անսասանություն եմ մաղթում Հայկազյան մեր աթոռին, Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, Հայոց Հայրապետին, նորին սրբությունը պիտի ամուր լինի, որովհետև իր զավակները ամրությամբ, հոգու ամրությամբ, հաղթանակի փափագով մշտապես աղոթում են եւ իր համար եւ առհասարակ ամբողջ հայության իր հոտի համար։ Շիրակի թեմն արդեն 7 ամիս, իսկ Արագածոտնի թեմը 2 ամիս է գործում է առանց թեմակալ առաջնորդների։ Հիշեցնենք, դեկտեմբերին եւս 2 ամսով երկարաձգվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը։ Միքայել Սրբազանն էլ օրերս կալանավայրից տեղափոխվել է Իզմիռլյան բժշկական կենտրոն,
Նրա առողջական վիճակը վատթարացել էր բանտախցում։ Ըստ տեղեկությունների, այս շաբաթ Միքայել Սրբազանը կվիրահատվի։ Սրբազան հայրը հիվանդանոցից նամակ է գրել հակաեկեղեցական քաղաքականության եւ վերջին դեպքերի մասին, հորդորելով հավատացյալներին մնալ ամուր եւ զորավիգ լինել Մայր եկեղեցուն ու նրա օծյալ հայրապետին։ Իր ներկայությունը անկան շատ է եղել, որ երբեմն թվում է մեզ, թե ինքը այդտեղ կանգնած է, որովհետև Սրբազանը գալիս է ժամերգությանը, այստեղ մուտքի մոտ կանգնում էր, ու այնտեղից ժամերգությանն էր մասնակցում։ Եթե ստացվում էր այնպես, որ միտեղ ինչ-որ մեկս մի բան այնպես չենք անում, մոդելում դիտողություն էր անում, անգիր իմանում էր, թե որտեղ ինչ խախտվեց, որտեղ ինչ փոխվեց, անգամ նոտայի հետ կապված նկատի ունեմ, որ մի նոտա այսպես սխալվեցինք, միանգամից գալիս դիտողություններ անում, հիմա մեկ-մեկ որ այդ զգացողությունները ապրում ենք, որ հանգարց միտեղ որ էլի նույն մի բանը կատարվում է, մեկից այսպես մտածում եք, որ հիմա Սրբազանը կգա, որ մի բան ասի, թե այստեղ ինչի սխալվեցիք։ Սա, այսինքն, այնքան ջերմություն կա իր կողմից թողնված, որ մենք այդ ջերմությունը մեզ ապրեցնում է։ Եվ նաև իր թողած մոդելությունները, գաղափարական ձևերը, որ նոր մեզ սովորեցնում էր, մեզ այդ զորացնող վիճակի է բերում։ Օրինակի համար մի բան ասեմ, որ Սրբազանը խոսում էր քահանայած 10-ի, կուսակրոնների մասին, միշտ ասում էր, քահանայած 10-ը դա զինվորներն են հոգևոր։ Կուսակրոններն են, դրանք մահապարտներն են։ Ու սա սկզբունքային էր մեր մոտ։ Զինվորն ես, այո, Քրիստոսի եկեղեցու զինվորն ես, պիտի մարտնչես չարի դեմ։ Բայց նաև կուսակրոնության համար են ասում էր, թե մահապարտներ են, այսինքն իրենք արդեն այն դրության մեջ են հայտնված, որ այլևս էլ մահապարտ դրության մեջ են։ Երիտասարդությանը եկեղեցի բերելու առումով ես ինքս երկար տարիներ առաջ դերևս երբ շատ ավելի երիտասարդ էի, մասնակցում էի թեմի երիտասարդական հավաքներին, ուխտագնացություններին ու իմ համար որպես հոգևորականի վառ օրինակ էր մեր Սրբազանը, ով երբեք փակ չի եղել որևէ մեկի համար, սկսած երիտասարդներից մինչև տարեցներ ու նրա հետ անմիջական շփումը, նրա հոգևոր խորհուրդները, խրատները այս տարիների ընթացքում բերել են նրան, որ մենք հասել ենք հոգևոր զարգացման որոշակի աստիճանի, ու այսօր եկեղեցում նրան չտեսնել դա ուղղակի մեծ հարված է ոչ միայն իմ, ոչ միայն երիտասարդների, այլ նաև բոլորի համար, դա մեծ ցավ է, ցավ նրա համար, որ մենք օրինակ եկեղեցում ենք, իսկ նա եկեղեցում չէ, նա զրկանքների մեջ է, մենք զրկանքների մեջ չենք ու կարծես թե այս ամենը եկեղեցին կանչում է նրա համար, որպեսզի բոլորս անցնենք այդ զրկանքների միջով եւ կարողանանք մեր բաժին խաչը կրել այս փորձությունները քրիստոնեաբար անցնելով։ Թեմում բոլորն են զգում նրա բացակայությունը, մենք որպես ակտիվ երիտասարդներ եւ միության անդամ մշտապես ունեցել ենք ակտիվ հանդիպումներ եւ քննարկումներ Սրբազան հոր հետ եւ նրա բացակայությունը հիմա մեզ համար շատ դժվար է։ Մոտենում է Սուրբ Ծնունդը, քիչ է մնացել, հա, տարին ամփոփում ենք ու մեզ երիտասարդներից համար տարին մի սկսվել է Սուրբ Ծնունդով, որը նշում էինք մեծ շուքով Միքայել Սրբազանի հետ եւ տարին ավարտում էինք Միքայել Սրբազանի ծնունդով, դեկտեմբերի 27-ին Միքայել Սրբազանի ծնունդն է եւ առաջին տարին է, որ իր ֆիզիկական ներկայությունը մեր կողքին չի լինելու եւ մենք իրեն անձամբ չենք շնորհավորելու առաջնորդարանում, իր սենյակում։ Այսպես մեր աղոթքն է, որ ինքը առողջ մնա, վստահ ենք, որ անսասան է իր հավատքի մեջ եւ իր օրինակը ունենք, որ մենք էլ պետք է մնանք անսասան եւ լինենք եկեղեցու կողքին մինչեւ վերջ, ճշմարտության կողքին, ինչպես որ ինքն է ճշմարտության կողքին մինչեւ վերջ պայքարի խրամատում։ Թեմակալ առաջնորդների բացակայությունը այսօր առավել քան երբևէ զգում են հավատացյալները։ Թեմերը շարունակում են անխափան գործել, չնայած Արագածոտնի թեմի որոշ եկեղեցիներ մնում են բռնազավթված կարգալույց հոգևորականների կողմից։ Հոգևոր հայրերը հորդորում են ալեկոծ այս ժամանակաշրջանում չհուսահատվել։ Ըստ նրանց հուսահատությունը մեղք է։ Այն մարդուն հեռացնում է Աստծուց, թուլացնելով նրա հանդեպ վստահությունը։ Արագածոտնի թեմը տեղեկացնում է, թե մի քահանաները առաջիկայում ուխտի սուրբ պատարակներ կմատուցեն տարբեր սրբավայրերում։ Պատարակների ժամանակացույցը զետեղվում է թեմի կայքում կամ ֆեյսբուքյան էջում։ Անուշ Արաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։